2022 թվականին Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա։ Տեսնում եք ամսաթիվը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով։ Սա գովազդ է, երևի։ Պիտի։ Այսպիսի բաներ, ժողովուրդ, այսպիսի բաներ։ Իսկ ինձ հենց նա հենց շրջանից է ու ստեղ էլ չի գրում ուղղակի Զապորոժիե, գրում է շրջան։ Չնայած գուցե երբ որ գրում էին քաղաքը նկատի ունեին, ասենք իր մասին։ Մի խոսքով, ինձ իմ մասին գրել են, չեն սպառնացել, բայց գրել են, որ ինձ կսպանեին, որ ես ասենք չգիտեմ, էակ եմ, հետո ասել եմ, որ ես կենդանի եմ ու հենց դրա համար կսպանեին, բանը, որ ես կենդանի հենց, այսպես ասեմ, Զապորոժիեից, այն, որ դա քաղաքն է, թե շրջանը, այլ հարց է, ամեն դեպքում այդտեղից և ասեմ սա, երկու դեպքում էլ Զապորոժիեից, որովհետև եթե դա շրջանն է, ուրեմն շրջանից, եթե դա քաղաքն է, քաղաքից, բայց էլի շրջանից, որովհետև Զապորոժիե քաղաքը գտնվում է Զապորոժիեի շրջանում և Զապորոժիեի շրջանի մարզկենտրոնն է, շրջկենտրոնում։ Դե դա ինչ-որ տենց մարզ է, էլի, ինչքան գիտեմ դա մարզ է, բայց եթե դա շրջան է, լավ, այսպիսի բաներ, ժողովուրդ, այսպիսի բաներ։ Այս ամենից հետո մենք իրենց օգնել ենք ու դրանից հետո իրենք այսպիսի բաներ են մեր հանդեպ անում ու նույնիսկ նա ու մենք այսպես այնտեղից, որտեղ մենք օգնություն ենք ուղարկել, երբ իրենք տուժել են, ոչ թե ուղղակի օգնություն ենք ուղարկել, այլ ծանր պահին։ Այսպիսի բաներ, ժողովուրդ, ուղղակի ես չգիտեմ ինչ ասեմ այդ ժողովրդի մասին։ Նույնը վերաբերում է ռուսներին, նույնը վերաբերում է բելառուսներին։ Մենք պետք է հեռու մնանք սլավոններից, վերջակետ։